Ղազարյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձի կամ մահափորձի վերաբերյալ, տեսեք, դուք ասում եք, որ չկան, նախ ես անկեղծորեն զարմացած եմ, որ մինչև հիմա փաստորեն գործը քննության փուլում է եւ 4.5 տարի անց մենք նույնականացման նույնիսկ փուլը չենք անցել։ Դուք իհարկե ասում եք, որ չկան անկարևոր գործեր կամ կարևոր գործեր, բոլորը հավասարապես կարևոր են, թույլ տվեք չհամաձայնվել, ես միգուցե կան բոլոր գործերը անխտիր կարևոր են, բայց այդ բոլոր կարևոր գործերի ֆոնին ես կարծում եմ կան այնուամենայնիվ առավել կարևոր գործեր, որոնց քննության ուղղությամբ միգուցե պետք է ավելի շատ ռեսուրսներ կենտրոնացնել եւ ես կարծում եմ սա ըստ էության ռեսուրսների կառավարման խնդիր է եւ ձեզ կխնդրեմ եւ կհորդորեմ, որպեսզի այս գործով առավել մեծ ռեսուրսներ ներդնեք։ Ես ուզում եմ նաև նույնականացման հետ կապված ձեր արձագանքին կամ ձեր տեղեկությանը մի դրվագ նկարագրել, հիշեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ից 10-ի ուրեմն դեպքերի առնչությամբ դուք հիշում եք, որ այդ օրը մի քանի պետական կարևորագույն ինստիտուտներ եւ շենքեր ներխուժեցին թվով հարյուրավոր, եթե ոչ ավել մարդիկ եւ այդ գործողությունների ընթացքում վնասվեց գույք, ըստ էության քրեական հատկանիշներ ունեցող հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գործեր պետք է հարուցված լինեն այս գործերով։ Ես ուզում եմ մի դրվագ հիշեցնել կամ պատմել ձեզ, դժվար դուք անձնապես իմացած լինեք։ Ուրեմն այդ օրերին Աջան, ձեր ժամանակը սպառվում է։ Հա, արձագանքի ժամանակը շարունակվում։ Շատ լավ։ Ես ճիշտ ասած, որ հարց տվեցին այդ գործի հետ կապված, ես նշեցի, որ այդ գործի իմ առաջնահերթություններից է, ես չգիտեմ որտեղից դուք տպավորություն ստացաք, որ այդ գործը անտեսված է։ Ավելին ասեմ, այնպես չի, որ այդ գործով ոչինչ արված չէ, այդ գործով մի քանի տասնյակ անձանց մասով գործը դատարան է ուղարկել, այդ ունենք բացահայտված անձ ունենք, ով որ կոնկրետ մեղսագրել են կոնկրետ Արադ Միրզոյանի նկատմամբ ոտնձգություն կատարած անձանցից մեկի մասով բացահայտում ունենք։ Ես նորից պետք է կրկնվեմ, մենք խնդիր ունենք կազմակերպիչների մասով։ Ինչի մենք դուք նշում եք բազմաթիվ քրեական վարույթներ, մենք այս ամբողջ շղթան ազգային ժողով, կառավարություն, ամառանոցներ, օդանավակայանի տարած եւ այլ, սա դիտում ենք մեկ ամբողջություն։ Մեկ շրջանակի կողմից կատարված։ Մենք այս վարկածով ենք քրեական վարույթ հարուցել բազմաթիվ հոդվածներով, բայց մի վարույթի շրջանակում քննություն կատարվում։ Ինչ վերաբերում է նույնականացված անձանց, մենք հետևողական ձևով, ճիշտ դեպքը տեղի ունեցել 2020 թվականին, անկախ նրանից, որ քրեական վարույթով դատարան ուղարկված մասեր կա, այս պահին էլ շարունակվում է օպերատիվ հետախուզական միջոցառումները որոշ անձանց բացահայտելու նպատակով։ Եվ այնպես չի, որ մարդիկ մինչև վերջ գնալու ենք բոլորի հետևից։ Ունենք նույնականացված անձինք եւ առաջիկայում կարգավիճակ ունեցող ու ձերբակալված անձինք կունենանք սրանցով։ Արձագանք։ Պարոն Ռուբինյան, ես կխնդրեմ ինձ թույլ տաք ավարտեմ ելույթս։ Պարոն Պողոսյան, ես կոնկրետ ձեզ չեմ մեղսագրում ոչինչ կամ անգործություն, եթե ձեզ այդպես թվաց, ձեզ սխալ թվաց, ես առավել ևս դուք ընդամենը մեկ ամիս եք ինչ ղեկավարում եք այս մարմինը, ես կարող եմ հետևություն անել կամ դժգոհել իրավապահ համակարգից, ձեր պատասխաններից մի մաս առնվազն մի հատվածը հետևյալն էր, որ 4.5 տարի անց մենք մինչ օրս նույնականացման խնդիր ունենք կազմակերպիչների կամ մասնակիցների։ Դուք ասում եք, որ մի հոգի է նույնականացվել կոնկրետ գործողությունների մասնակից։ Այնինչ այդ տեսաձայնագրություններում մեկից թվով շատ ավելի մարդիկ են դրան մասնակցում, կոնկրետ ֆիզիկական բռնության մասին է խոսքը։ Ես Պարոն Ռուբինյան, կխնդրեմ թույլ տվեք ավարտեմ, ուրեմն ուզում եի մի դրվագ ձեզ պատմել եւ համեմատություն տանել այս օրերին, այսինքն այս process-ի հետ կապված եւ դրանով իսկ պայմանավորված նաեւ ձեզ խնդրում եմ ուշադրություն անձամբ ուշադիր լինել այս գործի քննության ընթացքին։ Ուրեմն 2020 թվականի նոյեմբերի 9-ին շաբաթներ շարունակ
ամբողջ իրավապահ համակարգը չէր կարողանում նույնականացնել կոնկրետ գործողությունների մասնակցած եւ մասնակցող անձին, ովքեր կառավարության օրինակ համար շենքի այդ տեսաձայնագրությունների, այդ արկա տեսաձայնագրությունների մեջ արձանագրված օրենքի խախտումներ են իրականացնում։ Եվ հիմնական խնդիրը պայմանավորված է այդ կադրերի ոչ բավարար որակով, որովհետեւ դժվար է նույնականացնել կոնկրետ անձանց, հա։ Շաբաթներ շարունակ այս խնդիրը կար եւ անձամբ ես օրեր շարունակ հետևել եմ այդ տեսաձայնագրություններին եւ պայմանական 3 շաբաթ անց աչքս ուղակի բռնում է հետեւյալ կադրը, որ կան երկու լրագրող, ովքեր այս կամերաներով, ֆոտոապարատներով այդ բոլոր այդ մասնակիցներին 1 մետր հեռավորության վրա այս ամբողջ օրը նկարում են։ Դրանից հետո այդ մարդկանց գտնում ենք, հրավիրում ենք մեր մոտ, այս մարդիկ ներկայանում են, ասում են, բա մենք 3 շաբաթա մտածում ենք երբեք մեզ կանչելու, ու դա անում եմ ես, որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Ես նկատի ունեմ հաճախ ստորին կամ միջին օղակներում դուք կարող եք կարծեք, որ գործընթացը այնպես է գնում, ինչպես որ դուք կցանկանայիք կամ դուք անձամբ կանեիք, բայց ես հենց այս պատկերը հաշվի առնելով ձեզ խնդրում եւ հորդորում եմ, որպես ձեր անձնական ուշադրության ներքո լինի կոնկրետ Արարատ Միրզոյանի հետ կապված գործը։ Շնորհակալություն, պարոն Աղաջանյան։ Շատ լավ։